Անգլիական որոշ վերլուծաբաններ ասում են, որ Իսրայելի հատուկ ծառայությունները արդեն աշխատում են քրդերի, ադրբեջանցիների եւ բալուչների հետ եւ արդեն ինչ որ պրոյեկտներ են ստեղծում իրենց ինքնավարության կամ անկախության, մեզ համար սա ինչ է նշանակում։ Սա մահացու վտանգ է Հայաստանի համար։ Իրանի դեստաբիլիզացումը կամ դեզինտեգրացիան, այսինքն եթե Իրանը գնա Յուգոսլավիայի ճանապարհով եւ այնտեղ սադրեն այս ներքին կոնֆլիկտները, ներքին բախումները էթնիկ խմբերի մեջ, սա շատ եւ շատ ցավալի կլինի Հայաստանի համար։ Մենք կտրվենք մեր դաշնակցից, եթե ադրբեջանցիների հետ աշխատեն եւ ստեղծվի ինչ որ ինքնավարություն կամ ապագայում անգամ անկախ պետություն, ինչպես եղավ Իրաքում, Իրաքի հյուսիսում, դա նշանակում է, որ իհարկե ադրբեջանական եւ թուրքական ֆակտորը մեր ռեգիոնում կրկնապատկվի, շատ ավելի ուժեղ կդառնա եւ մենք համարյա տոտալ շրջափակման մեջ կլինենք, սա մեզ համար շատ վատ է։ Եթե սա լինի, եւ երկրորդը նայեք, թե սա ինչ է նշանակում ավելի լայն մասշտաբով, սա նշանակում է, որ Իսրայելի հրամանով, Նետանյահուի հրամանով Տրամպը ոչ միայն կարող է չեղարկել ՄԱԿ-ը, Միացյալ ազգերի կազմակերպությունը, ուղղակի վերցնել եւ չեղարկել եւ փոխարինել ինչ որ ուրիշ կոմիտեով։ Նա կարող է շարունակել օգնել Իսրայելին ցեղասպանություն կատարել Գազայի սեկտորում, ոչնչացնել պաղեստինցիներին։ Հիմա էլ Իսրայելի հրամանով հարձակում է Իրանի վրա։ Սա նշանակում է, որ Իսրայելը բացառիկ ազդեցություն ունի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա, իսկ Իսրայելը ցավոք սրտի մեզ համար Ադրբեջանի ստրատեգիական դաշնակիցն է, նրանք պայմանագիր ունեն։ Իսրայելը վճռական օգնություն տրամադրեց Ադրբեջանին 2000 թվականի պատերազմի ժամանակ 70% այն զենքի, որով սպանել էին մեր տղաներին իսրայելից էր։ Իսրայելը այնտեղ ունի արդեն բազաներ Ադրբեջանի տարածքում եւ սա հարց է առաջացնում այն 74% Զանգեզուրի, որը պատկանելու է Միացյալ Նահանգներին, հաշվի առնելով ահռելի ազդեցությունը, որը Իսրայելը ունի Միացյալ Նահանգների վրա եւ որ Իսրայելը Ադրբեջանի դաշնակիցն է, որքան է հավանականությունը, որ այդ 74%-ի մի մասը կփոխանցվի Իսրայելին կամ Իսրայելի օգնությամբ Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եվ եթե մենք ապրում ենք մի աշխարհում, դա եթե չի, արդեն փաստ է, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ լուծվում է ուժով, հարձակումներով, պատերազմներով, ինչն է խանգարելու Իսրայելին, Թուրքիային եւ Ադրբեջանին Սյունիքում ուժով լուծել ապագայում Սյունիքի հարցը։ Սա շատ կարևոր հարցեր են, որոնք մենք պետք է մեզ տանք։ Հայաստանի համար հիմա կենսական նշանակություն ունի շատ խելացի, շատ զգուշ, վիրտուոզ դիվանագիտություն, պետք է աշխատել այն երկրների հետ, որոնք ունեն կենսական շահեր մեր ռեգիոնում, ոչ թե հենվել դատարկ բառերի վրա։ 8 տարվա այս PR կոմպանիան, 8 տարվա խոսակցությունները արևմուտքի արժեքների մասին, դեմոկրատիայի մասին մեզ ոչինչ չտվեցին, ինչպես դուք տեսնում եք։ Մեր ռեգիոնը երրում է, աշխարհը երրում է, ամեն ինչ լուծվում է ուժով, Ամերիկայի ղեկավարը ասում է այլևս չկա միջազգային օրենք, իսկ մեր կառավարությունը ապավինում է դատարկ բառերին, խոսակցություններին, թուլության վրա, իր հույսը դնում է իր սեփական թուլության վրա, մեր հարևանների բարի կամքի վրա, որոնք շարունակում են նոր զիջումներ մեզանից պահանջել։ Մենք գնում ենք սխալ ճանապարհով մի ռեգիոնում եւ մի աշխարհում, որտեղ ամեն ինչ լուծում է ուժը։ Մեզ պետք է շատ եւ շատ արագ ձևով սթափվել եւ անցնել ռեալ խելացի դիվանագիտության։